Հայաստանը կոռուպցիայի դեմ կպայքարի կանխարգելիչ մոդելով, ինչպես աշխարհի շատ երկրներում է։ Հակակոռուպցիոն մարմինը կլինի անկախ, ինքնավար, անձեռնմխելի։ Հատկապես այս ու եւս մի քանի հանգամանքի վրա էր նախագահը հրավիրել աշխատանքային խմբի ուշադրությունը։ Ունենալու է ֆինանսական ինքնուրույնություն, անձեռնմխելիության որոշակի երաշխիքներով են օժտված լինելու, ընդլայնվում է նկատելիորեն հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակը։ Հայտարարագիր կներկայացնեն նաև քննիչները, դատախազները, հատուկ ծառայությունների, դատական համակարգի բարձր պաշտոնյաները։ Առաջին անգամ ներդրվում է շահերի հայտարարագրման ինստիտուտը։ Այսուհետ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կհայտարարագրեն նաև իրենց շահերը։ Սա նշանակում է, որ առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպություններում իրենց շահագրգռվածությունը կամ եթե ինչ-որ մարմիններում նրանք ներգրավված են։ Պահանջները խախտելու դեպքում մարմինը իրավասու կլինի պաշտոնյաներին վարչական պատասխանատվության ենթարկել, հանցագործության հատկանիշների առկայության դեպքում էլ նյութերը ուղարկել դատախազություն։ Նախագահի կողմից հանձնարարական է տրվել աշխատանքային խմբի շրջանակներում 1-2 հարցի վերաբերյալ կազմակերպել լրացուցիչ քննարկումներ, խոսքը վերաբերում է այս մարմնի եւ մյուս մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ծավալներին եւ տվյալների հասանելիությանը։ Նախագահի դիտարկումները ներառելուց հետո նախագիծը վերջնական տեսքի կբերվի։ Քննարկմանը արդեն Արփինե Հովհաննիսյանը կհետևի ազգային ժողովում։ Գործադրիչն վերադառնում է օրենսդիր աշխատանքին։ Նախագահը վստահ է, որ Արփինե Հովհաննիսյանի աշխատանքը այնտեղ նույնքան ակտիվ կլինի։ Մայա Խաչատրյան, օրակարգ։